Նախաձեռնող խմբի անդամներից մեկը Անաստաս Իսրայելյանը։ Այո, մի քիչ ես ուշացումով միացա, որովհետև այսօր տանտերիակի դատախազության առաջել են կազմակերպել ակցիա, բողոքի ակցիա, պահանջի վերջի ժամանակների արցախայության նկատմամբ այդ անձի կողմից, այդ ատելության, այդ վիրավորանքների հետ կապված դիմում ենք ներկայացրել, դրա համար այսօր մի քիչ դեղ ուշացանք, բայց այս նախաձեռնության սկզբնական օրվանից մենք բոլորս էլ հանրության կողմից ստացած աջակցություն առանձնապես անհետ կորած ծնողների կողմից, առանձնապես զոհված ծնողների կողմից մենք մի հատ խնդիր ունենք, բոլորին ունեն մի հատ խնդիր, իմանանք պատճառները, իմանանք ինչի համար չի աշխատում այդ նախաձեռնած սկզբնական այդ հանձնաժողովի մինչև վերջնական բանը, ինչն է խանգարում։ Խանգարում աստեղ անձեր, խանգարում այստեղ այն մեղավորները, նորից եմ ասում, ես անվանում եմ արդեն իրենց մեղավորներ, որովհետև իրենք կասկածանքի տեղ են տալիս, որովհետև առաջերտին իրենք, որ շահագրգռված չեն, դա շուտ բացեն այդ հարցերը, որ հանրության, հասարակությանը ներկայացնեն արդեն պարզ ինչ է կատարվել ինչով։ Ես գիտեմ, թե մենք լուրջ խնդիրներ ունենք արդեն պետական մակարդակով ներկայացուցիչների մեջ, լուրջ խնդիրներ ունենք բացի դավաճանության հասկացողություն, հանցագործություն իրականացող մարդկանց հետ։ Այդ մարդիկ մի օր էլ, 10 օր էլ, մի ամիս էլ, մի տարի էլ անցնեն, մեկը այդ պարզությունը հանրության կողմից մենք ստանալու ենք բոլոր այդ պատասխանները։ Դա այդքան այդ բոլոր այդ երևույթները, բոլոր այդ հանգամանքները առաջացել է մի կարևոր պատմական նշանակություն ունեցող հարցից, Արցախի հիմնախնդրից, Արցախի հանձնման, Արցախին դավաճանած, Արցախին, որ ասում այդ թուրք սրիկաների հետ համագործակցած այդ ներկայացուցիչները պիտի պարզ ջրի երես ելնեն։ Մենք այս իրավիճակում հաշվի առնելով, որ ազգային ժողովի պատգամավորները որպես ժողովրդի ձայնը կողմից ընտրված, իրենք պիտի մեզ այսօրվա իրավիճակում աջակցեն, մեր հետ միասին այդ ճանապարհով, այդ քայլերով, քայլ առ քայլ գնանք հասնենք ճշմարտությանը։ Երկրորդ կողմը գալիք ընտրությունները, որ բոլորի համար մի քիչ ավելի պարզ լինի խոսելը, թե մեղավորության հետ կապված, թե անգործության հետ կապված, բոլորին ունեն հնարավորություն այսօր արդարացնելու ամեն մեկը իր կերպարը, իր երեսը։ Հանրությունը տեսնելով ավելի ճիշտ կձևակերպի, ինչ ուղղության վրա գնա, ում հետ շարունակի իր վաղվա ապագան, ու այսօր մենք այս ինչի համար ենք ստեղ կոնկրետ շեշտադրում ազգային ժողովում, որովհետև դա ձևակերպել է ազգային ժողովում, դա ձևակերպել է հենց ստեղ է քննարկվել, ու այս միջավայրում է քննարկվել, ու այդ հարցի լուծումը պատասխանները պիտի լինի։ Այն ինչ վերաբերվում է գաղտնի ինչ-որ մտքեր, ինչ-որ դրա ձևակերպման մեջ կատեց գաղտնի ինչ-որ բաներ, ես գիտեմ, թե գաղտնիք չկա մեր երկրում արդեն, ես գիտեմ, թե Արցախի կործանումից հետո այդ որ մատուցել են թշնամուն, դա հենց թշնամին տիրապետել է բոլոր այդ գաղտնիքներին, որ կարողացել է տիրապետի Արցախին։ Դեռ գաղտնիք չկա, ժողովրդին մի ստեք, մի խաբեք։ Թշնամին տիրապետել է այդ գաղտնիքներին, դրա հիման վրա էլ Արցախը գնացել է կործանման։ Հիմա այսօր այդ խոսույթի տակ շփոթեք ժողովրդին կամ հանրությանը։ Պիտի գաք, պիտի բացահայտվի այդ բոլոր այդ հանգամանքները, այդ պատճառները, սկսած Արցախի պարտության պատճառները, պատերազմի հրահանգման պատճառները, որի հիման վրա, որի ժամանակա ընթացքում այնքան մեծականակ կորուստներ, որ զոհաբերել են այդ երեխեքը, դեղ եղել է մեծամասնություն բաց թողումներ հենց դավաճանության, հենց հանցագործություն իրականացնող դեմքերի բաց թողումների հիման վրա։ Ու նույնն էլ Արցախի կործանումը։ Դրա համար պահանջատեր ենք լինելու մինչև վերջ, այդ պահանջատեր լինելու հիման վրա էլ մենք ընթացքային գործնական քայլ առ քայլ իրենց պատասխանից, իրենց դրսևորումից, ամենակարևորը դրսևորումից մենք կարողանալու ենք հասկանանք ինչ մարդկանց հետ գործ ունենք ու այդ գործողության հաջորդական process-ի ինչ քայլերով կարանք մենք այդ պատասխաններին ստանանք։ Այս պահին մենք
զանգ ունեին, դրա համար մի քիչ միջամտեցին ձեր երաշտակին, Արսեն Ղուկասյան խոսում էր անձամբ Սեյրան Օհանյանի հետ։ Ես անգելի Սեյրան Օհանյանի հետ խոսում էի, ասեցի, որ մենք հարցնում եմ, ասում եմ, ստեղ եք, ձեզի փոխանցել եմ, որ մենք ձեզ տես սպասում ենք, ասում եմ, դուք դիմումը չեք ստացել, մի պահ ինչ դիմում, ասացի, շեշտեցի, ինչ դիմ բահա ստացել եմ, ասում եմ, բա ինչ եք մտածում, չեք գալի մեզի բան ասեք, ասում եմ, ես հիմա դատի եմ, դատարան եմ գնում, ու մեր կարծիքը մեր ֆրակցիայի ասացի, ես ուզում եմ դուք ձեր դեմքով, ձեր ֆրակցիայի անունից ելեք, ձեր դիրքորոշումը հայտնեք, դուք ոնց եք վերաբերվում այս հարցին, այս քնի ճանձնաժող, ասում եմ, մենք ֆրակցիան, մենք մեր անունից բազմիցս հայտարարել ենք, իր բառերն են փոխանցում, ասեցի մենք մեր ֆրակցիայի դիրքորոշումը բազմիցս, որ մենք ասել ենք, որ այդ ամեն ինչը պետք է հանրայնացվի, դա իր խոսքերն էր։ Բայց ասենք, որ ասեցի ստե լրագրողներով մենք սպասում ենք, հենց լսեց լրագրողներ կա, արդեն ձերտից վախում է։ Մեկը իշտելու է, սաղն իշտելու է, այսօր ճիշտ է, վաղը ճիշտ է, վաղը ճիշտ է, մյուս օրը ճիշտ է, իշտելու են, պատասխանելու են, ոչ տեսես պրոստ, որ վաղը հիմա հեռախոսով խոսացինք, հանգարց կարող եմ եկել ասի հատկաց կայնեն, էդի մոդա ասի, ես ուտես բան չեմ ասել, կարամ ապացուցեմ, չեմ կարա, բայց ասում եմ, ասել է, հորս արև ասել է, ոնց ասեմ ասել է։ Չէ, այս պահին սպասենք, որտեղ պատիվ ունեմ, իսկ պատասխան չունենք այս պահին։ Մեկը համարվում է Զանգի Մամիջանյանը։ Միշտ շարունակվում է։ Դե ուրեմն Կոնջորյանը, եթե դες հետաքրքիր Կոնջորյանը կամ կասկածում ենք, որ Կոնջորյանը կգա, ուրեմն թողնում ենք վաղվա, իսկ վաղը ձեզ շատ ենք խնդրում, որտեղ ձեզանից վախենում են ու կարծում եմ հանրությունից պիտի վախենան, դրա համար այս պահին թույլ տվեք կոչ անել, հանրություն ջան, բոլորիդ վերաբերվում է այս խայտարակ վիճակը, պատերազմը խայտարակություններ ու աղետ է, եթե դուք ճշմարտությունը չիմանաք, թե ինչու եղավ պատերազմը, ինչու մենք պարտվեցինք, ինչու ենք մինչ այսօր պարտվում ու ինչու են մեզ այսօր սպառնում պատերազմով, մենք չենք կարող ունենալ ապագա։ Այդ ճշմարտությունը պետք է բացվի, որ ընտրությունների կգնաք, հաջորդ քայլերը կանենք, բոլորը պիտի ճշմարտության հիման վրա լինի։ Կոչ ենք անում վաղը ժամը 3-ին ակցիան շարունակվելու է եւ լինելու է ավելի հուժկում։ Լինելու է խիստ պահանջով ժամը 3-ին բոլոր ֆրակցիայի ղեկավարները պետք է հստակ պատասխանեն մեր նամակին։ Այսօր երևի թե այսքանը, վաղը 3-ին նույն այս ընդունարանի մոտ։ Շնորհակալություն։